Գերաշնոր Հայր Զարե Ծայրակուն Վարդապետ Սարգսյան, արժանապատիվ քահանա եղբայրներ, սիրելի հարազատներ, բարի եկած եք Սուրբ Աստվածածին, Հայ Առաքելական եկեղեցու առաջին այս ծննդյան համերգին եւ աղոթով ենք, որ այս տարի սկիզբն է եւ քալ տարի եւ մյուս տարիները կշարունակվին այս ցերնարգ թատրոնը։ Խորուրդ մեծ եւ սկանչելի, որ հայ սմաղուր հայտնեցավ։ 2000 եւ ավելի տարիներ առաջ սիրելիներ, Երուսաղեմի հազարավոր մղոններ հերու քաղաքի Փեթղեհեմ Երուսաղեմի կողը գողքի Փեթղեհեմ քաղաքը այս սուրբ իրիկվան նման մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս ծնավ։ Մենք 2000 եւ ավելի տարիներ յետք այսօր գլենդերի մեջ Սուրբ Աստվածածին եկեղեցու շուքին տակ հավաքված որպես մեկ ընտանիք, քրիստոնյա ընտանիք, կփարապանենք, կփարավորենք, կաղոթենք եւ ուրախանանք, կդոնենք Քրիսմասը, Քրիստոսի ծնունդը։ Եվ մեր նոր դիգնացի կազմակերպությամբ այսօր մեր սարգսակներով, տվիրներով պիտի փորձենք նմանցնել այդ երեգոն, այդ պատմությունը Քրիստոսի ծնունդին։ Եվ ուսանք բոլորդ ուրախանանք եւ մեր հետ աղոթագից կլանք եւ աղոթ կբարձրացնենք առ Աստված, որ Աստված հասնի մեզ մեր աղոթքների իրականացնե եւ միասին դոնենք նոր դարվան եւ Սուրբ Ծննդյան այս քեղեցիկ դոնը։ Հիմա պիտի տեսնեք սիրելիներ, որ մեր երիտասարդները, տվիրները, սարգսակները ամիսները ի վեր այսօրվան կպատրաստվին։ Երեգոները ուշ երեգոներ փորձիկ ու կային այստեղ, դուրսը, անցրևին դակ, ծուր, ներսը եւ իրենց ամեն բանը գված է։ Չանք թափեցին, որ այսօր իրականանա լավը լա եւ ուսամ ուրախ կբահենք ձեզ։ Ավելի կարևոր, մենք ուրախը լալը երկրորդական է։ Քրիստոսին պիտի ուրախացնենք այսօր։ Աստծո պիտի ուրախացնենք եւ երբ Աստված ուրախը լա, մենք ալ ուրախ կլանք։ Բարի եկած եք սիրելիներ, թող Աստված օրհնե ձեզ, բահե բահբանե իր շուքին տակ։ Գնացշունի քիշմը ծուրդ է, բաղ է այսօր, բայց չերմություն կա, դակություն կա այստեղ։ Պիտի տեսնեք քիչ երբ մեր երիտասարդները ոստեղը պիտի կան եւ թեմ հանդիսանան եւ քանի մը surprise-ներ կան։ Tonight is a time for prayer. There's a lot of surprises that are going to come. We have live animals, camel, donkey, երևակայեցեք ինչ երևակայեցեք Փեթղեհեմ եք դուք 2000 տարի առաջ անշուշտ էլեկտրականություն ադիգա մեկոմ բայց պիտի տեսնեք սկեսները, հակուսները դուք 2000 տարի ետ կացեք այսօր հետևաբար սիրելի հարազատներ բարի եկած եք շնորհակալ ենք որ քաջալերեք դուք ծեր եկեղեցու ծեր զավակներուն այս հանդեսը Աստված օրհնե ձեզ եւ ուրախ ժամանակ Հրեաստանի Հերովթես թագավորի օրերուն Զաքարիա անունով քահանա մգար, որ Ափիայի քահանայական ընտանիքին կպատկաներ, իսկ անոր գինը Եղիսապետ Ահարոնի սերունդեն էր, անոնք երկուքն ալ Աստծո աչքին արդար էին եւ իրենց անփասիվ կյանքով կհնազանդեին Տիրոջ բադվիրաններուն եւ օրենքներուն, անոնք զավակ չունեին, որովհետև Եղիսապետ ամուլ էր եւ արդեն երկուքն ալ ձեռացած էին։
Օրը, երբ Զաքարիայի քահանայական դասակարգին հերթը եկած ըլլալով իր պաշտոնը կկատարեր Աստծո առջև, քահանայական սովորության համաձայն վիճակով իրեն ինգավ Տիրոջ սրբարանը մտնել խնգարկելու համար։ Խուրըն բազմությունը դուրսը գետած գաղութեր խնգարկության ժամանակ։ Եվ ահա Զաքարիայի երևցավ Տիրոջ հրեշտակը, որ խունգի սեղանին աջ գոմը գեցած էր։ Երբ Զաքարիա հրեշտակը տեսավ, շփոթեցավ եւ սարսափի մատնվեցավ։ Զաքարիա, մի վախնար, Աստված լսեց աղոթքդ։ Գինդ Եղիսապեթը մաչ զավակ մը պիտի ծնի, եւ զայն Հովանես պիտի գոչես։ Անիգա քեզի ուրախության եւ ցնծության պատճառ պիտի ըլլա, եւ շատեր անոր ծնունդով պիտի ուրախանան։ Անիգա մեծ պիտի ըլլա Տիրոջ աչքին, քինի եւ օղի պիտի չխմե, անիգա դագավին չծնած, Սուրբ Հոգիով պիտի լեցվի, եւ Իսրայելի ժողովուրդեն շատեր իրենց դեր Աստծուն պիտի դարձնե։ Անիգա Տիրոջ առջևեն պիտի քալե, Եղիայի հոգիով եւ զորությամբ լեցված, որբեսի հայրերը իրենց որդիներուն հետ հաշտեցնե եւ անհնազանդները առաջնորդե արդարներու իմաստության եւ այսպիսով Տիրոջ քալուստին նախապատրաստված ժողովուրդ մը պատրաստե։ Ինչպես հավադամը սածիտ, որովհետև ես ձեր եմ, և գնոջը սալդարիքը հարաչացած է։ Ես Քապրիելն եմ եւ Տիրոջ ներկայության կգանքնիմ։ Դերը զիս խրգեց, որ քեզի հետ խոսիմ եւ այս լուրը ավետեմ։ Եվ քանի չհավատացիր խոսքերուս, որոնք իրենց ժամանակին պիտի իրականանան, համր պիտի ըլլաս, պիտի չգարենաս խոսիլ, մինչև այն օրը, երբ ըսածս կատարվի։ Մինչ այդ ժողովուրդը Զաքարիայի կսպասեր եւ կզարմանար, որ անիկա սրբարանեն դուրս քալու գուշանար։ Երբ դուրս ելավ, չէր գնար խոսիլ։ Ուստի հասկացան, որ սրբարանին մեջ դեսիք մը ունեցեր է։ Զաքարիա բաբանցած էր եւ միայն շարժումներով գխոսեր անոնց հետ։ Երբ Զաքարիայի պաշտոնավարության օրերը լրացան, իր դունը քնած։ Այդ օրերուն իր գինը Եղիսապետ հղացավ։ 5 ամիս դունեն դուրս չելավ։ Եղիսապետի հղության 6-րդ ամսվան Աստված Քապրիել հրեշտակը ղրգեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը։ Գույսի մոտ, որ նշանված էր Դավիթի սերունդեն Հովսեփ անունով մեկումը հետ։ Գույսին անունը Մարիամ էր։ Ուրախացիր, շնորհալի գույս, որովհետև Աստված քեզի հետ է։ Մարիամ այս խոսքին վրա խռովեցավ։ Կմտածեր, թե ինչ կնշանակե այս ողջույնը։ Մի վախնար, Մարիամ, որովհետև Աստծո շնորհքին արժանացար։ Ահա պիտի հղանաս եւ զավակ մը ծնիս, որ Հիսուս պիտի գոչես։ Անիգա մեծ պիտի ըլլա եւ Փարսիալին որդին պիտի գոչվի։ Դեր Աստված անոր պիտի դա իր հորը Դավիթի քահը եւ անիգա Հակոբի սերունդներուն վրա Հավիդյանս պիտի թագավորե։ Անոր թագավորությունը անվախճան պիտի ըլլա։ Ադիգա ինչպես կրնա պատահիլ, երբ ամուսնացած չեմ։ Սուրբ հոգին քեզի պիտի քա, եւ Փարսիալին զորությունը քու վրատ պիտի հանգչի։ Ուստի
Ձնելիք զավակդ սուրբ է եւ Աստծո որդի պիտի կոչվի։ Ահա ասկագանդ Եղիսափետն ալ հագարակ ձեր եւ ամուլ ըլլալու 6-րդ ամիսն է, որ հղի է։ Քիծիր, որ Աստծո համար անգարելի բան չկա։ Աստծո աղախինն եմ, թող քու ըսածդ ըլլա։ Ապա հրեշտակը քնած Մարիամի քովեն։ Նույն օրերուն Մարիամ ջամփա ելելով աջաբարանքով քնած Հութայի լեռնային շրջանի քաղաքներեն մեկը Հոն Զաքարիայի դունը մտնելով Եղիսապետի ողջույն տվավ Երբ Եղիսապետ Մարիամի ողջույնը լսեց իր որովայնին մեջ երեխան շարժեցավ եւ Եղիսապետ Սուրբ Հոգիով ներչնցված բարձրացայն ըսավ Գիներուն մեջ օրտնալ ես թուն, և օրտնալը զավագ է, որ կգրես որովայնիդ մեջ։ Ինչ երջանկություն, որ դիրոջ ես մայր է ինձի գայցել է, որովհետև երբ ողջունիդ լսեցի, երեխաս ուրախությամբ շարժեցավ որովայնիս մեջ։ Երանի քեզի, որ հավատացիր, որովհետև Աստուծո կողմ է, քեզի ըսվածները պիտի կատարվին։ Տերը պիտի քովափանեմ։ Ահա հոգիս կուրախանա Աստուծմով իմ փրկիչովս, որովհետև ան դեսավ իր աղախինին հեզությունը։ Ասկե ետք բոլոր սերունդները երանի պիտի դան ինձի, քանի հզորն Աստված ինձի համար մեծամեծ գործեր կատարեց։ Սուրբ է անունը անոր։ Բոլոր ժամանակներուն մեջ ողորմությամբ անգնայի Աստվածավախ մարդոց վրա։ Իր փազուկով ան զորություն ցույց տվավ ոչնչացուց հբարդները իրենց բոլոր խորհուրդներով, քահազրգեց արքաները և բարձրացուց խոնարհները, անութիները փարիքներով լիացուց, մինչ հարուստները թադարգացերն արձակեց, պաշտպան եղավ իր ծառային Իսրայելի, հավատարիմ մնալով իր ողորմության, ինչպես որ խոստացած էր մեր հայրերուն, Աբրահամի և աննոր զավակներուն։ Մարիամ Եղիսապետի մոտ շուրջ 3 ամիս մնալե ետք վերադարձավ իր դունը։ Հովսեփ անոր նշանածը արդար մարդ մը ըլալուն չուզեց հանրության արջև խայդարագել զայն այլ խորեցավ լրելյային եդ ընել ինենց նշանախոսությունը մինչ այս մասին կմտածեր ահա դիրոջ հրեշտակը երազիմը մեջ երևցավ իրեն եւ ըսավ Հովսեփ Թավիթի որդի մի վախնար ամուսնանալու նշանածիտ Մարիամի հետ, որովհետև իր մեջ հղացվածը Սուրբ Հոգիեն է, որդիմը պիտի ծնի եւ զայն պիտի գոչես Հիսուս, որովհետև անիգա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Այս բոլորը պատահեցան, որբեսի գադարվի այն ինչ որ Տերը ըսավ Եսայի մարգարեին միջոցով Ահա գույսը պիտի հղանա եւ որդիմը ծնի եւ զայն պիտի գոչեն Էմանուել որ կնշանակե Աստված մեզի հետ Երբ Հովսեփ արթնցավ գադարեց ինչ որ Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն եւ ամուսնացավ իր նշանածին Մարիամի հետ
Եղիսափետի ծննդափերության ժամանակը հասավ եւ զավակ մծնավ։ Թրացիներն ու ասկագանները երբ լսեցին, թե որքան մեծ եղած է Տիրոջ ողորմությունը անոր հանդեպ, ուրախացան Եղիսափետի հետ։ Փոքրիկին ծննդյան 8-րդ օրը եկան զայն թլփադելու, եւ երբ զայն իր հոր անունով Զաքարիա պիտի գոչեին, մայրը ըսավ. Ոչ, Հովանես պիտի գոչվի։ Սակայն ներկաները գարարգեին ըսելով. Բայց ձեր Քերթաստանին մեջ Հովանես անունով մեկը չկա։ Այս պատճառով նշանացի թիմեցին հորը, գիտնալու համար, թե ինչ կուզե, որ գոչվի մանուկը։ Զաքարիա դախտակը ուզեց եւ քրեց Հովանես։ Բոլորն ալ զարմացան։ Նույն վարգյանին Զաքարիայի լեզուն փածվեցավ, սկսավ խոսիլ եւ օրհնել Աստված։ Վախ ինգավ բոլոր ներկաներուն եւ թրացիներուն մեջ, որոնք ասիգա լսեցին, եւ Հրեաստանի լեռնագողմը ամեն մարդ այս մասին գխոսեր։ Ասիգա լսելով ամենքնալ գխորեին ու գսեին. Արդյոք այս մանուկը ինչպիսի մեկը պիտի ելա։ Եվ Տիրոջ զորությունը անոր հետ է։ Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ օգնության հասավ եւ փրկություն բերավ իր ժողովրդին։ Իր ծառային Դավիթի սերունդեն հզոր փրկիչ մտավ մեզի։ Եվ թուն զավակս Բարձրյալին մարգարեն պիտի գոչվիս, եւ Տիրոջ առջևեն պիտի քալես անոր ջամփան պատրաստելու, որբեսի քիծնես իր ժողովրդին, թե պիտի փրկվին իրենց մեղքերուն ներում գտնելով։ Այդ օրերուն Օգոստոս գայսր հրամանակիր հանեց իր գայսրության սահմաններուն մեջ գտնվող բոլոր բնակիչներուն մարտահամարը կատարելու։ Այս առաջին մարտահամարը դեղի ունեցավ Սուրիայի գարավարիչ Գիրենիոսի օրերուն։ Ամեն մարդ իր ծննդավայր քաղաքը գերտար իր անունը արձանագրել դալու համար։ Հովսեփ Դավիթի ցեղեն եւ Ասկադոմեն ըլլարուն համար Գալիլեայի Նազարեթ քաղաքեն ելավ եւ իր անունը արձանագրել դալու համար քնած Հրեաստանի Փեթլեհեմ քաղաքը Դավիթ թագավորին ծննդավայրը իրեն գնգերանար իր նշանածը Մարիամ, որ հղի էր։
Փեթլեհեմի մեջ Մարիամի ծննդափերության ժամանակը հասավ եւ ծնավ իր անտրանիկ զավակը, որ փաթեթ խանձարուրի մեջ եւ թրավ մսուրի մեջ, որովհետեւ բանթոգին մեջ իրենց համար դեղ չկար։ Այնտեղ թաշտերուն մեջ խովիվներ կային, որոնք քիշերով իրենց խոդերուն բահագություն գնեին։ Դիրոջ հրեշտակը անոնց երևցավ եւ դիրոջ փառքը լույսի պես անոնց վրա ծագեցավ։ Խովիվները սաստիկ վախցան։ Մի վախնակ, ցեզի ավետիսմը պիտի դամ, որ ամբողջ ժողովրդին մեծ ուրախություն պիտի պատճառե։ Այսօր Դավիթի քաղաքին մեջ ծեր փրկիչը ծնավ, որ օձյալ դերն է, հետևյալը ապացույց ըլլա ցեզի, հոն մանուկը պիտի գտնեք, խանձարուրով փաթված եւ մսուրի մեջ թրված։ Հազիվ հրեշտակները երկինք բարձրացած, խովիվները իրարու ըսին. Եկեք Փեթլեհեմ երթանք եւ տեսնենք պատահածը, այն ինչ որ դերը մեզի հայտնեց։ Եվ հանգարց այդ հրեշտակին միացավ երկնավոր զորքերու բազմությունը, որ գործնապաներ զաստված ըսելով.
Հերովթես թագավորի օրերուն էր, որ Հիսուս ծնավ Հրեաստանի Փեթլեհեմ քաղաքին մեջ։ Եվ ահա արևելքեն մոքեր եկան Երուսաղեմ եւ հարցուցին. Ուր է հրեաներուն նորածին թագավորը։ Մենք տեսանք անոր աստղը արևելքի մեջ եւ եկանք երկրբակելու իրեն։ Երբ Հերովթես թագավոր լսեց ասիգա, վրդովեցավ եւ իրեն հետ Երուսաղեմի փոլոր բնակիչները, գանչեց ժողովրդի փոլոր ավակ քահանաներն ու օրենքի ուսուցիչները։ Ուր պիտի ծներ Քրիստոսը։ Հրեաստանի Փեթլեհեմ քաղաքին մեջ, որովհետև Միկեա մարգարեն ասպես գրած է. Թուն Փեթլեհեմ, Հութայի քաղաք, հրճագով նվազ չես Հութայի մույս քաղաքներեն, որովհետև քեզմե պիտի ելլե իշխանմը, որ պիտի հովվե իմ ժողովուրդս Իսրայելը։ Այն ադեն Հերովթես քաղնապար իր մոտ գանչեց մոքերը եւ անոնցմե ըստուքեց աստղին երևելուն ժամանակը։ Աբա զանոնք Փեթլեհեմ ղրգեց, բադվիրելով. Կացեք եւ ստույգ դերգություններ քաղելով կդեք երեխան եւ երբ գտնեք ինձի իմացուցեք, որբեսի ես ալքամ եւ երգրբակեմ իրեն։ Թագավորին այս հրահանքը լսել է ետք, մոքերը մեկնեցան։ Անոնք չափազանց ուրախացան, երբ գրգին տեսան այն աստղը, որ արևելքի մեջ դեսեր էին։ Եվ ահա աստղը առաջնորդեց զիրենք, մինչև որ եկավ եւ գեցավ այն վայրին վրա, ուր երեխան գտնվեր։ Երբ դուն մտան, դեսան երեխան իր մորը Մարիամի հետ, եւ մինչև քեդին խոնարելով երգրբակեցին մանուկին։ Աբա փացին իրենց արգղերը եւ Հիսուսի ընծայեցին իրենց նվերները, ոսկի, գնդրուկ եւ զմուրս։ Հետո ուրիշ ջամփով քացին իրենց երգիրը, առանց Հերովթեսի հանդիպելու, ինչպես որ Աստված երազիմը մեջ հրահանքեց իրենց։ Գգապ որ բոլորիս սրդին եւ մտքին մեջ եղածն է որ գհայտնեմ, եթե ասեմ որ փաստարիկ կորս մրած են մեր երիտասարդները, բադանիները եւ երեխաները, ծափահարությունը բոլորին։ Այս երեքեն զատ մյուսները շատ լավ էին։ Սիրելիներ, մենք ամեն տարի գփորձենք հար եւ նման դոնախմբություններով Հիսուսի ծնունդը վերապրիլ։ Այստեղ գդարվածը բարձրապես թադրոմը չէ անցյալի պատմութենեն։ Այստեղ գդարվածը վեր հիշեցում է մեզի, վերա ապրելու եւ վերա կենթանացնելու Հիսուս մանուկի ծնունդը մեր բոլորի կյանքերներս։ Այստեղ երբ որ դիտեք, մեկ բան շատ աչքի գտնա, շատ թիբուկ է։ Այս բարձություն է, բարձություն։ Բայց այդ բարձության մեջ կտեսնենք լույսը։ Լույսը ոչ աշխարհային, այլ լույսը աստվածային, որ գծնի Հիսուս մանուկ մեջեն։ Սիրելիներ, պատմության մեջ տեսանք, թե
Հիսուսի երկավոր Հիսուսի ծնոք գպնդրեր բանթոքմը ուր իրենց կիշերը բիդի անցնեին։ Երբ կդան այդ բանթոքը, այս կդան մսուրմը բարզության մեջ պերին գայսրերուն գայսրը և այդ գայսրը զնա ամենեն բարս պայմաններուն մեջ։ Ասիգա բատկամը մեզի սիրելիներ, որ մենք ալ մեր հերթին սախան սարուրի բատկամով պետք է բարզանանք, համեստանանք, խոնար թարնանք, որպեսի գարենանք Աստուծո սայնը լսել, սագայն հավադալ, սագայն նաև իքորս տնել Աստուծո խոսքը։ Այսօր սիրելիներ, և մի մասնավորի այս տոնախմբության ընդմեջ են, մենք բոլորս գոչված ենք Հիսուս մանուկը և իր երկրավոր զնողները մեր դունեն ներս ընդունելու։ Անոնք թուրեր զարգին և այդ թուրերը չփասվեցան, բայց այդ նույնպես անոնք մեր թուրերը գթագեն ամեն օր։ Եվ մենք արդյոք, որպես հավատարիմ քրիստոսյաններ, պիտի լսենք այդ թուրին ցայնը եւ պիտի փանանք այն թուրը, որ մեր Հիսուս մանուկը ներս պիտի գա եւ իր լույսը եւ հույսը դարձե ներս։ Սիրելիներ, մեր աղոթքն է, որ այստեղ այս երեխաներուն գադարած աղոթքը և ոչ թերասանությունը, այն աղոթքը մեր բոլորի կյանքին մեջ ներթափանցե, որպեսզի Հիսուս մանուկը չմնա անցյալի հիշողություն, այլ դառնա ատի սորվա ամենօրյա մեր կյանքին հույս և ուժականություն բարգևողը։ Թող որ Հիսուս մանուկին լույսը մտնե մեր բոլորի սրտին մեջ և սմութին մեջ, կյանքի մթության մեջ, խավարին մեջ, բերե լույս, բերե խաղաղություն, բերե հանգիստ մեր բոլորին և մեր բոլորի զավակներուն։ Այս առիթով շնորհավորեմ բոլոր անոնք, որոնք ամեն շանք թափեցին, գիշերները այստեղ եկան, որպեսզի այս գեղեցիկ հանդեսը, աղոթքը մեր բոլորին ներկայացնեն։ Պիտի խնդրեմ, քանի որ արդեն բադանիները և երեխաները այստեղ են, դիգնաս միության երդասարտներ, մեր երդասարտ դիգինները թող այստեղ հրամեն։ Այստեղ եք, դիգնաս միություն, գարմիր հակածեն, որպեսզի թյուրին տեսնեք սիրենք։ Զապարիցեք։ Նայեցեք, մենք փորձեցինք ժամանակին Էրիկ Մարտիգը բերել և գործի տնել, բայց տեսանք, որ չէ, լավ արդյունք չտվավ։ Դիգինները բերինք, իրենց Էրիկ Մարտիգն ալ բերինք, որպեսզի աշխատին։ Նայեցեք, քերջերը 3 օքին 3 գետև գեցած են, բարդատիր։ Ուսի
խոսքս կուղեմ ցեզի սիրելի դիգիներ, երեխաներ, փոքրիկներ եւ նաեւ մեր մյուս երիտասարդները, Աստված ծեր այս գադազին համար, այն յուրաքանչյուր րոպեին համար, որ այստեղ դուք դրամատրեցիք, թող Աստված ցեզի հազարաբադի քաբուսան է։ Հիսուս մանուկին խնդուկը, խաղաղությունը, սերը, հանքիստը, ամբագասը լացեր բոլորի կյանքեն եւ դագավին շատ ու շատ հար եւ նման հանդեսներ իրագործեք մեր եկեղեցվո եւ մեր այս անուշիկ համայնքին համար։ Վարձկեր միտկադար։ Դեր Մովսեսը այս դիգիներուն հետ միասին քիշեր սերեք աշխատեցավ, որովհետեւ այս երեխաներն ու երիտասարդները եւ վադանիները այս հանդեսը մեզ ներկայացնեն։ Դեր այդ վարձկը կդար ուր եւ թողոր քու աստվածահաճո ծառայությունը ավելի ծաղկի այս եկեղեցիաններ, ապրիստերը։ Այժմ բիլի խնդրեմ, որ մյուս եղբայր քահանահայրերն ալ այստեղ կան եւ միասին ծառի լուսավորումը կատարենք եւ մեր աղոթքը անենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երգինս ես Սուրբ Եղիսի անունքո, եկեսե արքայություն քո, Եղիսին գամքո, որպես հերգինը սևերգլի, ըզհաց մեր հանապազոր դուր մեզ այսօր, և թող մեզս բարդիս մեր, որպես և մեկ թողունք մերոց բարդաբանած, և մի դանիրս մեզի փորձություն, այլ պրգյա զմեզի չարեն, զիքոյ արքայություն և զորություն, և փառք հավիդյանս հավիդենիս, ամեն։ Բոլորս միասին խորուրդ մեծը երգենք։ Խորուրդ մեծ ես Քրիստոս զանավ և հայտնեցավ, Քրիստոս զանավ և հայտնեցավ, Քրիստոս թող որ զնի ծեր բոլորի սրդին և մտքի մեջ, Եվ միմիայն ուրախություն բերե ծեր բոլորի կյանքերներս։